Առաջարկել եղել, որ այդ վարկավորումը գյուղատնտեսական վարկերի հետ ավելի մեղմացված պայմաններով լինի։ Այն հետաքրքիր է, երբ սկսելու այդ մեղմացված պայմաններով վարկավորումը։ Ես բանկերի հետ հանդիպել եմ, խոսել ենք մեղմացված պայմաններով։ Դուք հանդիպել եք։ Խոսել ենք սուբսիդավորված տոկոսների եւ ավելի մատչելի տոկոսադրույքով վարկերի տրամադրումը։ Դա նախատեսվում է 2018 թվականից։ Բոլոր կառավարության ծրագրում նշված են կետերը, որոնք իրագործվելու են մատչելի տոկոսադրույքով վարկերի տրամադրմամբ, դա նախատեսվում է 2018 թվականից։ Իսկ տեղեկատվություն կա նաև, որ սուբսիդավորման հետ կապված ինչ-որ խնդիրներ կա, սառեցվել այդ գործընթացին, որքանով է դա համապատասխանական։ Ինչի սուբսիդավորումը։ Գյուղատնտեսական վարկերի։ Չէ, չի սառեցվել, ինքը բաժանված է երկու կիսամյակի, առաջի կիսամյակը արվել է, երկրորդ կիսամյակի նախապայմաններն են փոխում, որով որ նոր պայմաններով կտրամադրեն։ Այսինքն որ ուղղությամբ է փոխում այդ պայմանները։ Դեպի գյուղատնտեսության զարգացման։ Այսինքն սուբսիդավորման տոկոսադրույքները ավելի մատչելի են ուզում անենք, այո, ավելի մատչելի են ուզում դարձնել։ Գյուղացիները փակել էին դաշտերից եղող ճանապարհները, չէին թողնում ծիրանատաններին, ի վերջո ինչ է դիրում այս ոլորտում, պարոն Արաքելյան, ասում են արտահանողներ որից գին էին գցում, պահանջում են, որ իրենցը 600 դրամով ընդունի, ոչ թե 400։ Ինչ արձանագրեցիք դուք եւ ոնց պետք է խնդրին լուծում տրվի։ Իմ կարծիքով այն ինչ-որ մենք արձանագրել ենք, մենք պատասխանել ենք, իմ տեղակալը լուսաբանել է այդ խնդիրները, այսօր շուկա է, շուկայական հարաբերություններ կան մի քանի ընկերություններ, որոնք արտահանում են եւ կան բազմաթիվ տնտեսություններ, որոնք արտադրում են Ծիրանը։ Շուկան է որոշում գինը այսօր։ Մենք չենք կարող կոորդինացնել այդ գինը, իսկ այլ բողոքների պարագայում կան արդեն այլ գերատեսչություններ, որտեղ կարելի է դիմել, եթե կա հստակ խախտում որևէ օրենք։ Ասում համաձայնության է եկել արհեստականորեն գցում են գինը գյուղացու այդ արտահանող կազմակերպությունների նման բան արձանագրել եք դուք։ Ով է ասում։ Գյուղացիները։ Հիմքը ի՞նչն է։ Հիմքը այն է, որ ասում է օրեցօր գինը գցեցին, իրենք եկան համաձայնության։ Ուզում եմ ասեմ հիմնավորված է այդ հայտարարությունը։ Դուք ասեք։ Ես ոնց ասեմ, ես չեմ կարող, ես այն իրավապահ մարմինը չեմ, որ հիմնավորում, որ որից է բան կա։ Դրա համար կա հակամարտակցային կոմիտեն, գուցե իրենց դիմեն եւ այդ հարցը բարձրացնեն, որ արդյոք կա պայմանավորվածություն, որ գինը նվազում է։ Այդ դա ուզում եմ գերիսով դեպքում։ Դիմել կոմիտե է, դիմել հակամարտակցային Գուցե դուք ուսումնասիրեք ինչ-որ ձևակերպումներ նաև հետաքրքրական մեկ կոմիտե։ Նայեք, գերիշխող դիրք ունենալու համար նորից կոմիտեն է հաստատում, որ ընկերությունն է համարվում գերիշխող դիրք ունեցող։ Դա իրենց գործառույթն է։ Անցյալ տարի նույնն է եղել իմ կարծիքով, շուկայում գինը բարձրից իջել է, նվազել է։ Եթե խոսքը գնում է թե ինչքան բերք կա, ըստ այդմ էլ գինը ձևավորվում է, երբ որ բերքը շատ է, գինը պետք է իջնի։ Ես չեմ կարծում, որ բերքը լիներ քիչ, գինը այդքան կնվազեր մեկ, երկրորդը մենք մի քիչ բնակլիմայական միջամտություն ունեցանք, որովհետև սեզոնը ուշ եկավ եւ մենք ընկանք այն էժան ժամանակահատված, որտեղ մեր հիմնական շուկայում արդեն գինը ցածր է։ Ամեն ինչը բացատրել է, մնացածը գերիշխող թե ոչ գերիշխող պայմանավորում են չեն պայմանավորում, արդեն համապատասխան կառույցներին կարող են դիմել մարզպետները, գյուղապետերը եւ տարածքային կառավարման այն պատասխանները, որոնք հետեւում են, որ ընդդեպի գյուղատնտեսությունը լավ տնտեսական ապրանքների արտահանում են խթանում գործիքներ են կիրառում նաեւ բյուջեի հաշվին, իսկ կողմից ունենք արտահանողներ, խոշոր արտահանողներ, որ դրսում են փորձում մենաշնորհ ստեղծել եւ այնպես անել, որ միայն իրենց ապրանքը սպառվի։ Դուք այդ խոշոր արտադրողների հետ ինչ-որ խոսել եք, հանդիպել եք։ Դուք երբ որ հարց եք տալի, դա հիմնավորված հարց է։ Տեղեկություն կար, որ չեն թողել Ռուսաստանյան քաղաքներից։ Մի րոպե, եկեք մի բան հասկանանք։ Դուք վերցնում եք դաշտում շրջանառվող տեղեկությունները, որոնք վերաբերյալ ոչ մի հիմնավորում չկա, ինչքան ես եմ հասկանում։ Եվ ինձ ասում եք հիմնավորված պատասխան տվեք եւ լուծում տվեք այդ հարցը։ Եթե ահազանգը պարոն նախարար դուք չեք ուսումնասիրում խնդիրը։ Մենք ուսումնասիրել ենք եւ արձագանքել ենք այդ խնդրի շուրջ։ Ինչը չի բավարարում ձեզ դրանից հետո։ Իմ տեղակալը արձագանքել է, պատասխանել է։ Կարող եք վերցնել այդ արձագանքը եւ ոչ մի բան չի փոխվել դրանից հետո։ Ուժած գյուղացիներին հիմա ինչ
փոխհատուցում օգնություն է տրվելու, ինչ Ասել եմ, գործընթացում է, ինչ ուրեմն գործընթաց է հիմա կենտրոնական բանկը իր կողմից սկսել է արդեն աշխատանքներ ուսումնասիրելու տուժածների վարկային գծերը, մայր գումարի մարման հետաձգման ժամանակահատվածը որոշելու, ինչ վերաբերվում է հողի հարկի եւ ջրի վարձի հետ կապված, դա էլ ուսումնասիրվում է տարածքային կառավարման նախարարությունում եւ կառավարությունում, որպեսզի հասկանան երբ եւ վնասը, նախարարություն հաստատված վնասի որևէ փոխհատուցում իսկ կտրամադրել։ երբևիցե այդպես փոխհատուցում եղել է Հայաստանում։ Մինչև ապահովագրական համակարգը չլինի, չենք կարող փոխհատուցել։ Չկա այդքան միջոց, որ փոխհատուցվի բուն հարցված վնասը։ Եթե մենք վերցնենք անցյալ տարվա հաշվարկները, որ մոտավորապես 32-ից 36 միլիարդ է ընդհանուր եղել վնասը, բայց դա ծախսի վնասը չէր, դա չստացված եկամուտի ասոցիացիայի գնահատումն է։ Որ այդքան գումար կարծիքով չէ, անցյալ տարի ամբողջ գյուղատնտեսությունում հասցված վնասը, որը հաշվառվել էր բնակլիմայական աղետներից։ Հետևաբար միայն ապահովագրական համակարգի ներդրումով մենք կարող ենք խոսել փոխհատուցման եւ գյուղացիական տնտեսության ավելի լավ կյանքի մասին կամ ավելի ապահովված տնտեսության մասին։ 18-ից սկսելու ենք պիլոտը 3 տարի է տրված, փորձելու ենք ավելի արագ անել, բայց քանի որ դա Գերմանիայի Հանրապետության հետ համատեղ ծրագիր է, այստեղ արդեն մենք իրենց հետ պետք է բանակցենք ինչքանով արագ կարող ենք։ Պարոն նախարար, ինչ արի գյուղացին, ապահովագրականը ինչ արել մինչև հիմա գյուղացին։ մի կեպ յոլա է գնացել կամ արտագաղթել է։ Մենակ չասեք դա ողջ մշակի տանը։ Ես դες բան չեմ ասում։ Ինչքան կարող են պետք է մշակեն, ինչքան կարող են պետք է կարողանան արտադրանք տան, բայց եթե մենք գնահատում ենք բնակլիմայական աղետներից վնասը ընդհանուր գյուղատնտեսության մեջ, то տոկոսը կազմում է 5%-ից ցածր։ Մենք խոսում ենք այսօր ամբողջ գյուղատնտեսության 5%-ից ցածր ստացած վնասի մասին։ Դա բարենպաստ պայման է ստեղծում ապահովագրական համակարգ ներդնելու եւ ներգրավելու համար։ Իրենց համար դա կլինի հետաքրքիր, որովհետեւ վնասի տոկոսը այնքան բարձր չի։ Բայց այնուամենայնիվ դա չի նշանակում, որ վնասվածը պետք է դրանից չի օգտվում պետի հարած հայտարարությունից, հա, բայց լինում է այտենց։ Անկամ ցանկացած բիզնեսում կարող է Տրամաբանորեն մի բան ասեմ, վնաս կրած գյուղացին տարիներ շարունակ լինեք դուք նախարար թե մեկ ուրիշը գերատեսչությունից ակնկալում է որևէ լուծում, օժանդակություն, որի ապահովագրական համակարգն է, ուրիշ չկա լուծում այս բանը այդ համակարգը։ Ուրեմն երբ որ կլինի, ուրիշ լուծում չկա։ Այսինքն նախարարությունը փակեք, սպասեն մինչև ապահովագրական համակարգ ներդրվի։ Դուք եք փակողը։ Չէ, տեսականորեն եմ ասում, տրամաբանություն։ Դուք եք փակողը։ Ես չէ, իրավասու։ Դա հիմա հարց եք տալի, որ ինչ հաս պատասխանել։ Այսինքն ով փակի նախարարությունը։ նախարարությունը։ Տրամաբանություն, այսինքն նախարարության գործառույթները կասեցնենք ժամանակավորապես, միջև սպասենք ներդրվի։ Հարցը ում եք տալիս։ Ձեզ եմ հարցում։ Ինձ չի վերաբերում այդ հարցը։ Տվեք Նախարար, վնասի վերջնական հաշվարկը կնի վերջը վնասի այդ վերջնական գնահատականը կա, քանի տնտեսություններ գումարային առումով վերջը դա ինչ կազմեց։ Այս վերջը Արմավիրի մասով եւ Արագածոտնի մնացած մարզերով ներկայացվել են։ Ինչքան պարոն նախարար։ Հարցում եմ ինչքան է։ Եթե մենք կներկայացնենք հիմա դա ամփոփվում է տվյալները։ Այսինքն դեռ վերջնական հաշվարկ չկա։